Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Վարչապետը ողջունելով պարոն Արաղչիի այցը Հայաստան, մաղթել է նրան հաջողություններ նոր պաշտոնում եւ միաժամանակ շնորհակալություն հայտնել նախորդ ժամանակահատվածում Հայաստան-Իրան հարաբերությունների հետեւողական զարգացմանը նպաստելու համար։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ երկու երկրների միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է եւ դրա կարևոր նախապայմաններից մեկն այն է, որ կողմերը կարողացել են ձևավորել փոխադարձ վստահություն։ Նիկոլ Փաշինյանը շեշտել է, որ Հայաստանի եւ Իրանի միջև հարաբերությունները հիմնված են բնական շահերի վրա, ինչը կարևոր հիմք եւ երաշխիք է հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման համար։ Սեյեդ Աբբաս Արաղչին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար եւ վարչապետ Փաշինյանին փոխանցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանի ջերմ ողջույնները։ Իրանի արտգործնախարարը նշել է, որ Հայաստանի ու Իրանի հարաբերությունները խալսխված են պատմական, տնտեսական եւ մշակութային հարաբերությունների վրա։ Նրա խոսքով երկու երկրների միջև հարաբերություններն ունեն ռազմավարական նշանակություն եւ տեղի ունեցող զարգացումներն էլ ավելի են ընդգծում երկկողմ փոխգործակցության կարեւորությունը։ Սեյեդ Աբբաս Արաղչին շեշտել է Իրանի շարունակական աջակցությունը Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ընդգծել տարածաշրջանում գոյություն ունեցող սահմանների անխախտելիության կարևորությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ Իրանի միջև տնտեսության, այդ թվում ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ոլորտներում նոր նախագծերի իրականացմանը։ Կարևորվել է երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման, ինչպես նաեւ երկու ստեյք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։ Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի կառավարությունը հավատարիմ է խաղաղության օրակարգի հետեւողական իրագործմանը։ Միաժամանակ Իրանի արտգործնախարարը հայտնել է իր երկրի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, հավելելով, որ այն կնպաստի տարածաշրջանում կայունության ապահովմանը։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Ղազախստան, այս մասին տեղեկացնում է արտգործնախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Ծրագրված է Արարատ Միրզոյանի հանդիպումը Ղազախստանի փոխվարչապետ արտգործնախարար Մուրադ Նուրտելուի հետ։ Նախատեսված են նաև այլ բարձրաստիճան հանդիպումներ եւ քննարկումներ։ Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերվող հարցեր։ Վարչապետը պետքարտուղարին ներկայացրել է այն բանակցային գործընթացները, որոնց արդյունքում հնարավոր դարձավ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախագծի համաձայնեցումը։ Վարչապետը ընդգծել է, որ համաձայնագրի նախագիծը սպասում է ստորագրման։ Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել Հայաստան-ԱՄՆ բարձր մակարդակի շփումները։ Բարեկամ Իրանի հետ փոխադարձ հարգանքի ու վստահության վրա կառուցված երկկողմ հարաբերությունները մեծ կարևորություն ունեն Հայաստանի համար, նշել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ հանդիպմանը։ Զրուցակիցները քննարկել են միջխորհրդարանական համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող երկկողմ հետաքրքրության մի շարք հարցեր։ Իրանի արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Ալեն Սիմոնյանին ջերմ ընդունելության համար, նշելով, որ շատ տպավորված է Հայաստան կատարած իր այցով։ Արտգործնախարարությունում տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի բանակցության ուժը քաղաքական եւ դիվանագիտական բանակցությունների սկզբունքներն ու կանոնները գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Արարատ Միրզոյանի խոսքով նախարար Արաղչիի գիրքը կրկին փաստում է, որ միջազգային եւ տարածաշրջանային բնույթի հարցերի կարգավորման արդյունավետ բանաձևը դիվանագիտությունն է։ Գրքի նախաբանը գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Գրքի շնորհանդեսին խոսքով հանդես են եկել նաև նախարար Արաղչին եւ Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, հաշվի առնելով սահմանագոտու տարբեր հատվածների վերաբերյալ տարատեսակ գրառումների ու տեսանյութերի տարածումը համացանցում, Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստան-Ադրբեջան սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում Հայաստանի տարածքը։ Նման դեպքերում Հայաստանի պաշտպանության նախարարությունը հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ հաղորդագրություն չի տարածում, ասված է հաղորդագրությունում։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։ Արմեն Գրիգորյանը ողջունել է նախարարի այցը Հայաստան եւ ընդգծել, որ Հայաստան-Իրան հարաբերությունները շարունակում են ինտենսիվությամբ զարգանալ։ Այս համատեքստում զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր։ Հանդիպման անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգային զարգացումներին ու մարտահրավերներին։ Սեյեդ Աբբաս Արաղչին նշել է, որ Իրանը դեմ է տարածաշրջանի միջազգայինորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։ Զրուցակիցները երկուստեք վերահաստատել են տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման հրամայականը։ Իրանի արտգործնախարարի Հայաստան պաշտոնական այցի շրջանակներում արտգործնախարարությունում տեղի է ունեցել Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների մամուլի խոսնակներ Անի Բադալյանի եւ Էսմայիլ Բաղայեի հանդիպումը։ Զրուցակիցները քննարկել են ռազմավարական հաղորդակցության ոլորտում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև համագործակցության հարցեր։ Ընդգծվել է Հայաստանի եւ Իրանի միջև արկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը համահունչ երկու ԱԳՆ-ների մամուլի ծառայությունների միջև ակտիվ փոխգործակցության հետագա զարգացման եւ նախաձեռնությունների կյանքի կոչման հարցում արկա պատրաստակամությունը։ Մտքեր են փոխանակվել ԶԼՄ-ների միջև համագործակցության եւ լրագրողների փոխայցելությունների ծրագրերի իրականացման հնարավորությունների շուրջ։ Անի Բադալյանը եւ Էսմայիլ Բաղայեն քննարկել են ապատեղեկատվության դեմ պայքարի արդյունավետ մեխանիզմների կիրառման կարևորությունը, հաշվի առնելով նաև տարածաշրջանային ընթացիկ զարգացումները։ Նկատի ունենալով տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայի շուրջ հանրային մեծ ուշադրությունը, զրուցակիցները անդրադարձ են կատարել Հայաստանի կառավարության կողմից մշակված խաղաղության խաչմերուկ նախագծին եւ ընդգծել դրա հիմքում ընկած առանցքային սկզբունքների անվերապահ հարգման առնչությամբ շարունակական հանրային հաղորդակցության կարևորությունը։ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում տեղի ունեցել զինված ուժերի սերժանտական նորաստեղծ համակարգի զինծառայողների երթման հանդիսավոր արարողությունը։ Միջոցառմանը մասնակցել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ լեյտենանտ Էդվարդ Ասրյանը, բարձրաստիճան զինվորականներ, սերժանտների հարազատներ եւ հյուրեր։ Հանդիսավոր արարողության ժամանակ արհեստավարժ սերժանտների կոչումները շնորհել ու հանձնել են Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը եւ սերժանտների հարազատները, այդպիսով ընդգծելով բանակի ղեկավարությանն ու ընտանիքի աջակցության կարևորությունը զինվորական ծառայության մեջ։ Արհեստավարժ սերժանտներին շնորհավորական խոսք է հղել Հայաստանի Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սերժանտական նորաստեղծ համակարգի սերժանտների առաջին խումբն այսօր ստանձնում է իր առաքելությունը։ Նրանք երկարատև պատրաստություն են անցել եւ պատրաստ են շարունակել ծառայությունն արդեն նոր կարգավիճակում, նպաստելով Հայաստանի բանակի պաշտպանունակության բարձրացմանն ու կարգապահության ամրապնդմանը։ Այս համակարգի ներդրումը կարևոր քայլ է զինված ուժերի արդիականացման եւ բարեփոխման գործընթացում։ Ազգային ժողովը 64 կողմ 7 դեմ ձայներով երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետությանն անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Ժնևում մասնակցել է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտեի նախանիստին։ Անահիտ Մանասյանին ուղեկցել է ՄԻՊ աշխատակազմի կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության պետ Ժաննա Հակոբյանը։ Պաշտպանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին վերաբերելի հարցերն ու խնդիրները։ Նշված խնդիրներն ու դրանց լուծման ուղղված առաջարկությունները հաշմանդամություն ունեցող անձանց
իրավունքների կոմիտեին ներկայացվել է նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի դրույթների կիրառության վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանի այլընտրանքային զեկույցի շրջանակներում։ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Սոլոմոնյան ՍՊԸ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում եւ պարզել, որ այն աշխատում է իրավական ակտերով սահմանված սանիտարահիգենիկ նորմերի խախտումներով, այսպես արտադրական շինությունների նախագծումը, կառուցվածքն ու դասավորվածությունը չեն ապահովել պարենային հումքի եւ սննդամթերքի աղտոտված եւ մաքուր գույքի խաչաձևող հոսքերը, հատակի պատերի առաստաղը եւ մակերևույթները պատրաստված չեն եղել անջրածիկ լվացվող ախտահանվող նյութերից, չեն կախարկել էլ կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը, չի ապահովել տեխնոլոգիական սարքավորումներ գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման եւ կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը, տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ հացի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։ Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի մարտի 25-ից 26-ը ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 116 դեպք, որոնցից 4-ը նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածքի եւ դրամանենգության 1 դեպք, հայտնաբերվել է 9 հետախուզվող, կամավոր ներկայացել 2-ը, հայտնաբերվել է 1 անհետ կորած, գրանցվել է զենք զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք, անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով եւ մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 22 պատահար, 2 մարդ զոհվել է, 28-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանի հետ հանդիպման Անկարային կոչ է արել խաղաղություն ապահովել Ուկրաինայում ու Հարավային Կովկասում։ Ռուբիոն բարձր է գնահատել Թուրքիայի առաջնորդությունը իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման դեմ գլոբալ կոալիցիայում եւ վերահաստատել սերտ համագործակցության անհրաժեշտությունը աջակցելու կայուն, միասնական եւ խաղաղ Սիրիային, որը չի լինի միջազգային ահաբեկչության հենակետ։ Գազայի հատվածի հյուսիսում հարյուրավոր պաղեստինցիներ ցույց են անցկացրել, պահանջելով դադարեցնել պատերազմն Իսրայելի դեմ։ Ցուցարարների հիմնականում տղամարդիկ են, հանդես են եկել այդ հատվածում իշխող արմատական իսլամիստական Համաս խմբավորման դեմ կարգախոսներով։ Համասի դեմ դիմակավորված զինյալները զենքերով եւ մահակներով դաժանորեն ցրել են ցույցը։ Խմբավորման ներկայացուցիչները դեռ չեն մեկնաբանել ցույցի մասին հաղորդումները։ Բողոքի ակցիան տեղի է ունեցել իսլամական ջիհադի զինյալների կողմից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ արձակելուց մեկ օր անց։ Հարավային Կորեայում քամուց առաջացած անտառային հրդեհները, որոնք երկրում երբևէ ամենակործանարարներից են, ավերել են երկրի հարավային շրջանները խլելով 18 մարդու կյանք, ավերելով ավելի քան 200 շինություն եւ ստիպել 27000 մարդու տարհանել։ Պաշտոնյաները նաեւ հայտնել են, որ ուղղաթիռ է կործանվել անտառային հրդեհները մարելու ջանքերի ընթացքում հարավ-արևելյան Ուիզոնգ քաղաքում, որը անտառային հրդեհներից ամենաշատ տուժած տարածքներից մեկն է։ Կորեայի անտառային ծառայությունը հայտնել է, որ փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի տարածքում ավտոճանապարհների հիմնականում անցանելի են։ Փակ են Արագածոտնի մարզում Ամբերտ Բարցել-Լեռնային օդերևութաբանական կայանից Քարիլիճ եւ Ամբերտ Ամրոս տանող ավտոճանապարհները։ Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։ Մարտի 27-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 27-ից 28-ին երեկոյան ժամերին 29-ից 31-ին օրվա ընթացքում հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև։ Քամին հյուսիս-արևմտյան է 3-ից 6 մետր վարկյան։ Մարտի 29-ից 31-ին առանձին հատվածներում սպասվում է քամուշ գնացում 15-ից 19 մետր վարկյան։ Օդի ջերմաստիճանը մարտի 27-ից 29-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 5-ից 7 աստիճանով։ Երևանում մարտի 27-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։